Ես պիտի ասեմ, որ այս իրականությունը մեկ օրում չեղավ կամ մեկ օրում չծնվեց, այս իրականության սերմերը ցանվել են տասնամյակներ առաջ եւ բնականաբար այդ ցանված սերմերը հիմա իրենց պտուղներն են տալիս եւ այն պտուղները, որոնք որ մենք տեսնում ենք, այնքան էլ ակնահաճո չեն եւ կամ հաճելի չեն եւ քայլեր են պետք ձեռնարկել եկեղեցին ապա քաղաքականացնելու, որովհետեւ երբ որ եկեղեցու բարեփոխման, նորոգման ինչ որ մի process է ընթանում եւ դա քաղաքական ուժերի կողմից օգտագործվում է, սա արդեն իսկ մեզ մի հաղորդագրություն է տալիս, որ եկեղեցին նախընթաց շրջանում իր բարձրաստիճան ղեկավարությամբ, հոգևորականներով ինչ որ մի սուբյեկտիվ ուղղություն է ամրագրել եւ այսօր մենք ունենք այն, ինչը որ այսօրվա չէ, այլ շուտվանից է գալիս։ Եվ սա ազդանշան է, որ հայ առաքելական եկեղեցում մեծ խնդիր կա, իսկ խնդիրը հետևյալն է. եկեղեցին ինքը հոգևոր կառույց է, ինքը Քրիստոսի հոգևոր մարմինն է աշխարհի վրա։ Եկեղեցու առաքելությունը մարդկանց հոգեխնամքը իրականացնելն է։ Եվ երբ որ եկեղեցին իր որոշ հոգևորականներով այդ գործառույթը չի իրականացնում եւ հագնում է այլ իրականության հագուստներ, այնտեղ ինչ որ մի գործ անելու համար, ստացվում է, որ դու քո գործառույթը չիրականացրեցիր, մյուս տեղում էլ չստացվեց։